Սիրելի իմ ժողովուրդ, եկել ենք այգիներ, որտեղ իհարկե խաղողի մովերն են եւ արդեն կտրել են, սիրունացրել են, կապել են, որպեսզի նա սկսի աճել, բայց կտրելու ժամանակ ձեզ բոլորին հրաշալի խորհուրդ եմ ուզում տալ, երբ սկսում են էտել, կարճացնել, որպեսզի այն շատ բերք տա, այդ կտրված տեղերից գալիս է ջրային մասսա, իսկ դու գիտեք, որ ջրային մասսան ինչքան առողջարար է, այն արտակարգ կարելի ասել, լավացնում է օրգանիզմի դիմադրողականությունը եւ բացի այդ հրաշալի է ազում այն մարդկանց վրա, որոնք ունեն շաքարային դիաբետ, իջեցնում է շաքարայի տոկոսը արյան մեջ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ներծծվում է օրգանիզմ, իջեցնելով նաև խոլեստերինի մակարդակը, լավացնելով լյարդի վիճակը եւ ամենակարևորը, եթե դուք կաթեցնում եք ձեր աչքերին, աչքերի տեսողությունն է լավացնում, տալիս է ընդհանուր էներգիա, չէ որ կենդանի է, կենդանի, որը տալիս է նաև հետագայում մեզ հրաշալի խաղողներ։ Իհարկե, ինչպես պետք է այդ ջրային մասսան հավաքել, որպեսզի հեշտ լինի, վերցնում ենք այսպիսի տարած, կտրում ենք կիսով չափ, կապում ենք թելով եւ իհարկե դնում ենք այնտեղ, որտեղից պետք է գա հեղուկը եւ լցվում է բաժականման այս տարայի մեջ, որը մենք արել ենք եւ թելով կապել ենք, կախել ենք, ամբողջ գիշեր մնալուց հետո առավոտյան վեր ենք ենում սոված փորին, մոտավորապես 50 գրամ խմում ենք, հրաշք, չեք պատկերացնում, թե ինչպիսի էներգիա է տալիս, ինչպիսի զգացողությունը լավացնում է, իսկ աչքերի տեսողությունը լավացնելով, շաքարի քանակությունը լավացնելով, դուք ունենում եք հրաշալի օրգանիզմ, եղեք առողջ եւ դա շարունակեք այնքան ժամանակ, մինչև խաղողը լացում է, այսինքն հյութը գալիս է, եղեք առողջ։